Բարձր դատարան, հաշվի առնելով սահմանադրությամբ ձեզ ընձեռված լիազորությունը, շարունակում եմ ներկայացնել դիմողի բացատրությունները սույն ընտրական վեճի լուծման առնչությամբ։ Բարձր դատարան 2026 թվականի փետրվարի 6-ին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվեցին ազգային ժողովի հերթական ընտրությունները։ Դրանից ընդամենը 2 ամիս առաջ ազգային ժողովում տեղի ունեցած հարց ու պատասխանի ժամանակ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ընտրությունների նշանակումից հետո պետք է դառնար քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորի տեխնացու, հայտարարում էր, որ 10,000 դրամ թոշակները բարձրացնելու կարիք ըստ էության չկա, արձանագրում էր դրա անհրաժեշտության բացակայությունը, սակայն ընտրությունների նշանակումից ընդամենը 20 օր անց պաշտոնական էջով հայտարարության մակարդակով առաջինը արձանագրվեց, որ թոշակները կբարձրանան։ Թվում է, թե որևէ խնդիր այստեղ առերևույթ չկա, սակայն իրականում խնդիրը խորքային է։ Նախ 2025 թվականի դեկտեմբերին հարց ու պատասխանի ժամանակ դեռևս առկա են արդեն ամփոփված տվյալներ տնտեսական, որոնք ըստ էության, ենթադրում եմ դա էր կառավարության այդ ժամանակվա դիրքորոշումը, թույլ չէին տալիս բարձրացնել թոշակները, սակայն ընդամենը 2 ամիս անց, երբ այդ ժամանակ դեռ ամփոփված էր առաջին կիսամյակային տնտեսական տվյալները, անգամ առաջին եռամսյակի տվյալները առկա չէին, միանգամից հնչեց հայտարարություն թոշակների բարձրացման մասին, որը կիրառվեց ապրիլի 1-ից, այսինքն այն ժամանակահատվածում, երբ դեռ պաշտոնական նախընտրական քարոզարշավը չէր սկսել, բայց դրան մնացել էր մոտ 1 ամիս ժամանակահատված։ Ես գտնում եմ, որ սա իր հերթին կարող էր էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, հաշվի առնելով Հայաստանում թոշակառու հանդիսացող անձանց թիվը եւ կառավարության նման գործելավոճը, քանի որ կառավարությունը, ինչպես արձանագրվել է ԺՄԻԿ զեկույցով, պետական համակարգը եւ իշխող քաղաքական ուժի միջև անջրպետը այլևս դարել է անտարբերակելի եւ նրանք միաձուլվել են իրար հետ, գտնում եմ, որ սա ակնհայտ է, որ այս կերպ իշխող քաղաքական ուժը ազդեց ընտրությունների արդյունքների վրա։ Բուն նախընտրական քարոզչության ընթացքում դիմող Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանը, ով իր հերթին հանդիսանում է Մայր Հայաստան կուսակցության առաջնորդը, Մայր Հայաստան կուսակցությունը ներկայացված է Հայաստանի Հանրապետության 3 տեղական ինքնակառավարման մարմիններում, Գյումրիում, Երևանում եւ Աղարշապատում, եւ վերջինիս քաղաքական ուժը արդեն իսկ ցույց է տվել այն էական արդյունքները, այն քվեարկությունների քանակը, որ կարելի էր ողջամտորեն ակնկալել պայմանավորված վերջիններիս տեղական ինքնակառավարման մարմիններում ներկայացված լինելով, թիրախավորվեց քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորի տեխնացու Նիկոլ Փաշինյանի կողմից մայիսի 20-ին Վանաձոր քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, եւ վերջինիս հասցեին հնչեցին արտահայտություններ, որոնք իրականության հետ որևիցե աղերս չունեին, հնչեց հայտարարություն, որ ազգային անվտանգության ծառայությունը կներկայացնի հաղորդում հանցագործության մասին, եւ ընդամենը 1 օր անց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տվեց համաձայնությունը Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու առնչությամբ, վերջինիս նկատմամբ կիրառվեց կալանքը որպես խափանման միջոց, եւ այս կերպ թե Անդրանիկ Թևանյանը որպես քաղաքական գործիչ Մայր Հայաստան կուսակցության առաջնորդ զրկվեց նախընտրական քարոզչությանը անմիջականորեն մասնակցելու հնարավորությունից, այո, մենք տեղյակ ենք վստահված անձանց միջոցով նախընտրական քարոզչություն իրականացնելու լիազորության մասին, սակայն ինքը անձնապես եւ իր քաղաքական ուժը պատճառված անհանգստությունների արդյունքում զրկվեց նախընտրական քարոզչությանը ամբողջությամբ մասնակցելու հնարավորությունից։ Սրանով ընտրությունների արդյունքների վրա ազդեցությունը իշխող քաղաքական ուժի կողմից չդադարեց, խոսքը վարչական ռեսուրսի չարաշահման մասին է, իշխող քաղաքական ուժի նախընտրական քարոզարշավը ուղեկցվում էր դրոնների շոուներով, որը ինչպես դիպուկ նշեց Հայաստան Դաշինքի ներկայացուցիչ մեր գործընկերը, իրականացվում էր Domino Production կազմակերպության կողմից։ Հարկ է նշել, որ նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում երիտասարդության օրվան նվիրված միջոցառումը նույնպես կազմակերպվել էր տվյալ Domino Production կոչվող կազմակերպության կողմից, եւ այդ ընթացքում նույնպես օգտագործվում էին դրոնային շոուեր իրականացում, եւ այդ միջոցառման ընթացքում այդ թվում եւ դրոնների միջոցով պատկերվում էին այնպիսի սիմվոլներ, որոնք ուղղակիորեն աֆիլացվում էին ընտրություններին մասնակցող քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ։ Միաժամանակ ընտրությունների նախընտրական քարոզչության ընթացքում ընդդիմադիր բազմաթիվ քաղաքական գործիչներ, ընտրություններին մասնակցող պատգամավորների տեխնացուներ, նրանց աջակիցներ
ենթարկվեցին հետապնդման, քրեական հետապնդման բարեգործության արգելքի ենթադրաբար խախտման հիմքով։ Սակայն այդ նույն ժամանակահատվածում բարձր դատարան քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամներ հանդիսացող երկու անձիկ, ովքեր հանդիսանում են գործող տեղական ինքնակառավարման մարմինների գործող ղեկավարներ, ըստ էության կատարում են այնպիսի արարքներ, որոնց պայմաններում ընդդիմադիր քաղաքական գործիչների հանդեպ իրականացվում էր քրեական վարույթ, նրանք ենթարկվում էին քրեական հետապնդման, մինչդեռ քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչների առնչությամբ դատախազությունից ըստ էության արձանագրվել է, որ կատարված արարքներում որևիցե հանցագաստ չկա եւ անգամ քրեական վարույթ նախաձեռնելու մասին որոշում չի կայացվել, այսինքն չի էլ քննվել գործը, որպեսզի պարզվի խախտվել է բարեգործության արգելքը թե ոչ, մասնավորեցնեմ խոսքը վերաբերում է Թալին համայնքում իրականացված գործունեության մասին համայնքի ղեկավարի կողմից, երբ մոտ 11 միլիոն դրամի սոցիալական օժանդակության հատկացման մասին է խոսքը, այդ թվում պետք է նշեմ, որ բավականին խոշոր չափի գումար մոտ 8 միլիոն դրամ տրամադրվել է շրջանավարտների կողմից Վրաստան ուղևորություն կազմակերպելու առնչությամբ, հարկ է նշել, որ այժմ այստեղ գտնվող դիմումատուների թեկնածուներից մեկը քրեական ըստ էության նրան առնչվող քրեական գործ կա պայմանավորված շրջանավարտներին ամեն տարի տրվող փոքրիկ սիմվոլիկ գումարի եւ դրա բարեգործության արգելքի խախտման առնչությամբ, այսինքն ընդդիմադիր քաղաքական գործիչների դեպքում արձանագրվում է, որ դա բարեգործության արգելքի խախտում է, մինչդեռ Թալին համայնքում, Մարտունի համայնքում նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում, այն ժամանակահատվածում, երբ արդեն արկա էր Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիր ընտրությունների անցկացման մասին, շարունակվում են եւ առավել քան ակտիվանում են հասարակությանը տրամադրվող սոցիալական աջակցության միջոցները, շրջանցելով բարեգործության արգելքի խախտման սկզբունքը։ Բարձր դատարան ընտրությունների անցկացման սկզբունքներից մեկը գաղտնիությունն է։ Սա բխում է ուղղակիորեն Սահմանադրության 2-րդ հոդվածի եւ 7-րդ հոդվածի համակարգային մեկնաբանությունից։ Մինչդեռ այս ընտրությունները անգամ չի կարելի որակել գաղտնի դրա այդ սկզբունքի պահպանության տեսանկյունից եւ դրա առնչությամբ վկայակոչվում է, որ բազմաթիվ են զանգվածային լրատվության միջոցներում հայտարարությունները այն մասին, որ ծրարները ակնհայտորեն թափանցիկ են եւ թույլ են տալիս իդենտիֆիկացնել անձի կողմից կատարված քվեարկությունը։ Ընտրությունների ազատությունը, արդարությունը եւ հավասարությունը եւ դրանց ապահովման պայմանը այդ թվում եւ ծրարների անթափանցելի լինելն է, որպեսզի որևիցե միջոցով երրորդ անձ չկարողանա ծանոթանալ, տեղեկանալ, իրազեկվել կատարված քվեարկության արդյունքի մասին։ Սրա առնչությամբ բարձր դատարանին խնդրում եմ կասեցնել մեզ հատկացված ժամանակահատվածը, որպեսզի մենք ներկայացնենք մեր կողմից ապացույց պահանջելու եւ փորձաքննություն իրականացնելու վերաբերյալ միջնորդությունը, որը վերաբերում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից տարածքային ընտրական տեղամասերին հատկացված ծրարներին եւ դրանց թափանցիկությանը։ Հարգելի ներկայացուցիչ, ես ինչպես հայտնել էի, միջնորդությունը ներկայացնելու ժամանակահատվածը չի ներառվելու այն ժամանակահատվածի մեջ, որը տրամադրվել է ձեզ բացատրություններ տալու համար։ Եկեք ժամանակը չկասեցնենք, թող ժամանակը հոսի։ Շատ լավ։ Մենք ուղղակի այդ ձեր միջնորդությունների ժամանակը կհանենք այնտեղից։ Շատ լավ, բարձր դատարան։ Բարձր դատարան ձեզ եմ ներկայացնում դիմող Բարգավաճ Հայաստան կուսակցության միջնորդությունը ապացույց պահանջելու եւ փորձաքննություն նշանակելու վերաբերյալ մեր միջնորդությունը վերաբերում է ընտրական ծրարների թափանցիկությանը, ինչպես արդեն նշեցի, Սահմանադրության 2-րդ հոդվածը հստակ արձանագրում է, որ ժողովրդի կողմից իր իշխանության իրացման ձևը հանդիսանում է ընտրություններին եւ հանրաքվեներին մասնակցությունը, իսկ արդեն 7-րդ հոդվածը անդրադառնալով ազգային ժողովի ընտրություններին դրա սկզբունքներն է թվարկում արդարությունը, հավասարությունը, ուղղակիությունը եւ նշելով, որ դրան գաղտնի քվեարկությամբ են անցկացվում։ Գաղտնի քվեարկությունը նպատակ ունի մի կողմից թե ապահովել անձի համար հետագայում որևիցե խնդիրներ չունենալու հանգամանքը, թե նպատակ ունի բացառել որևէ ներգործության իրականացումը իր ազատ կամահայտնության վրա, թե նպատակ ունի ապահովել ընտրությունների արդարությունը, թափանցիկությունը, հավասարությունը։ Մինչդեռ մեր կողմից բարձր դատարանին են ներկայացվել եւ էլեկտրոնային կարգով դատավարության բոլոր մասնակիցներին է տրվել մեր միջնորդությունը եւ դրանքից փաստաթղթերը, որտեղ զանգվածային լրատվության միջոցները հրապարակել են այդ թվում քվեաթերթիկը ծրարի մեջ տեղադրված վիճակում, թե որքան թափանցիկ է այդ ծրարը։ Նման ծրարների առկայության դեպքում բարձր դատարան
Ես պնդում եմ, որ անհնարին է ապահովել ընտրությունների գաղտնիությունը։ Իսկ եթե որևիցե ընտրություն չի անցկացվել գաղտնի, ապա այն առնվազն չի կարող համարվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ընտրական գործընթացներին վերաբերող եւ դրա համար սահմանված պահանջներին համապատասխան ընտրություն, քանի որ ուղղակիորեն խախտվել է կամ կարող էր խախտվել անձանց գաղտնի քվեարկության հնարավորությունը, դրանով պայմանավորված բարձր դատարան խնդրում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջել յուրաքանչյուր ընտրատարածքային հանձնաժողովին տրամադրված 5-ական ծրար եւ նշանակել փորձաքննություն դրանց թափանցիկության հարցի վերաբերյալ։ Տեղամասային թե ընտրատարածքային յուրաքանչյուր։ Բարձր դատարան, քանի որ ընտրատեղամասերը եւ ընտրատարածքային հանձնաժողովները երկուսն էլ տիրապետում են ընտրությունների ամփոփման փաստի ուժով, կարծում ենք, որ ավելի արագ կլինի, եթե ընտրատարածքային հանձնաժողովների կողմից տրամադրվեն դրանք։ Եվ դուք կարծում եք, որ դրանք տարբեր են եղել։ Ընտրատարածքային հանձնաժողովներին տրամադրված ծրագրերը կարծում եք դրանք տարբեր են եղել։ Բարձր դատարան գտնում ենք, որ օբյեկտիվությունը ապահովելու համար, որովհետև բացառված չի դեպքը, երբ մի ընտրատարածքին եւ դրա ընտրական տեղամասերին տրված ծրագրերը եղած լինեն թափանցիկ, մի մասը ոչ թափանցիկ։ Բարձր դատարանի թե թույլ կտակ հավելենք այս հարցի վերաբերյալ, ըստ տեղեկությունների ծրագրերը պատրաստվել են երկու տարբեր տպարանների կողմից եւ ըստ տեղեկությունների դրանցից մեկը առնվազն թափանցիկ է։ Ես չեմ կարող պնդել, որ մյուսը թափանցիկ է թե ոչ, որովհետեւ չեմ տիրապետում տեղեկատվության, համապատասխանաբար զուտ ընտրանքը գտնելու առումով խնդրել ենք յուրաքանչյուր ընտրատարածքից պատահականության սկզբունքով, այսինքն որպեսզի չբերենք 2005 անգամ ինչ-որ մի քանակ, ընտրել ենք, որ 38-ից համապատասխանաբար ինչ-որ քանակ ամեն տեղից 10 հատ պատահական ընտրանքով ձեռք բերվի եւ ներկայացվի, որպեսզի կարողանանք պատկերացնել։ Որպես այլ ընտրանք կարող ենք դիտարկել օրինակ ամեն տպարանից ստացած ինչ-որ քանակներ, բայց ես չեմ կարող համոզված լինել նաեւ, որ յուրաքանչյուր տպարան հաշվի առնելով տված ծրագրերի քանակը, դա 2 միլիոնից ավել ծրագրերի մասին է խոսքը գնում, ըստ էության նույն հումքով են տպվել եւ հնարավոր է տարբեր process-ի ընթացքում հումքի փոփոխության արդյունքում տարբեր ծավալի թափանցիկություն ունենան։ Դրա համար ըստ էության խնդրել ենք, որ պատահական ընտրանքով լինի մոտավորապես ցանկացած բոլոր ընտրատարածքների մեջ ներառված ընտրատեղամասերից համապատասխանաբար 10-ական, ոչ թե ընտրատեղամասից 10-ական, այլ ընտրատարածքից պատահականության սկզբունքով ընտրված։ Այդպես է նշեցինք, շատ լավ, շնորհակալություն, ձեր հաջորդ միջնորդությունը կատարեք։ Բարձր դատարան սրանից հետո պետք է շարունակեն բացատրությունները։ Շատ ունեք էլի միջնորդություն, դուք կանեք, շատ լավ։ Շարունակեք։ Բարձր դատարան սրանից վկայակոչվածից հետո արդեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսեց ընտրությունների ամփոփման գործընթացը եւ հետաքրքիր է, երբ ծանոթանում ենք վիճարկվող որոշումներին, Ես ուղղակի տեղեկացնեմ, ներողություն եմ խնդրում, որ 25 րոպե ունեք դուք։ Փորձեմ 10 րոպեում ամփոփել, ինձ շարունակի մեր գործընկեր պարոն Օրբելյանը։ Օրինակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր ընտրությունների ամփոփման որոշման մեջ չի անդրադարձել հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի կողմից տրված եզրակացությանը։ Ընդ որում, օրենսդրությունը հստակ է սահմանում, որ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը տալիս է եզրակացություն, արդյոք հեռուստաընկերությունների կողմից ապահովվել են օրենսդրությամբ սահմանված պահանջները ընտրությունների արդարության, հավասարության անցկացման համար թե ոչ, իսկ արդեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ինքը պետք է այդ եզրակացության հիման վրա գնահատի, թե արդյոք դրան կարող էին ընտրությունների արդյունքների վրա էական ազդեցություն ունենալ թե ոչ, մինչդեռ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բարձր դատարան ուղղակի նույնությամբ ներկայացրել է իր ամփոփման մեջ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի եզրակացությունը, որտեղ եւս արձանագրված է, որ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համար չեն ապահովել հավասար պայմաններ ընտրություններին մասնակցելու համար, բարձր դատարան այս հատվածը եւս անչափ կարևորում ենք նրանով, որովհետեւ ընտրողի ներքին համոզմունքի վրա, գիտակցության վրա ազդեցության կարևորագույն միջոցներից մեկը դա տեսալսողական մեդիան է, որը անձի մոտ ձևավորում է որոշակի պատկերացումներ քաղաքական ուժերի եւ նրանց գաղափարախոսությունների, առաջարկների ու ծրագրերի վերաբերյալ։ Մինչդեռ կրկնում եմ, հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի կողմից արձանագրված է, որ անհավասարություն է եղել եւ չի պահպանվել օրենքով սահմանված պահանջները, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ինքը չի ամփոփել եւ չի տվել իր դիրքորոշումը, թե ինչպես են դրանք արտացոլվել ընտրությունների արդյունքների վրա։
Եվ բարձր դատարան ամենավերջում կենտրոնական ընտրական հանձնաժողովը կիրառելով ընտրական օրենսգրքի 48.1 հոդվածը անվավեր ճանաչեց չունենալով նման լիազորություն, մենք պնդում ենք, որ չունենալով նման լիազորություն, անվավեր ճանաչեց երկու ընտրական տեղամասի քվեարկության արդյունք եւ որոշեց վերաքվեարկություն չանցկացնել։ Սրա վերաբերյալ համառոտ կներկայացնեմ, բայց մի կարևոր ընդգծում մեր գործընկեր ուժեղ Հայաստանը նույնպես դիմում էր ներկայացել կենտրոնական ընտրական հանձնաժողով, որը վերաբերում էր ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներին եւ ըստ էության ուներ անվավեր ճանաչելու պահանջ, բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որը եւս արձանագրված է ընտրությունների ամփոփման վերաբերյալ որոշմամբ, արձանագրել է, որ ինքը չի հանդիսանում այն իրավասու մարմինը, որին պետք է հասցեագրել նման պահանջը եւ այդ մարմինը հանդիսանում է տարածքային ընտրական հանձնաժողովը։ Եվ վերջապես 48.1 հոդվածը, որը օգտագործել է կենտրոնական ընտրական հանձնաժողովը, նշում է, որ այս լիազորությունը կիրառվում է ընտրատարածքային հանձնաժողովների որոշումների նկատմամբ։ Հետևաբար կենտրոնական ընտրական հանձնաժողովը չուներ լիազորություն անվավեր ճանաչելու ընտրական տեղամասի քվեարկության արդյունքն, ինչն էլ իր հերթին հանգեցրեց դիմող Բարգավաճ Հայաստան կուսակցության ազգային ժողովի մանդատների բաշխման գործընթացին մասնակցելու անհնարինության։ Եվ վերջում բարձր դատարան կցանկանա վկայակոչել, որ ապացուցելու համար, հերթական անգամ ապացուցելու համար, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սխալ է ամփոփել ընտրությունների արդյունքները եւ չուներ նման լիազորություն անվավեր ճանաչելու քվեարկությունների արդյունքները, այն էլ սեփական նախաձեռնությամբ։ Մենք ունենք տարածքային ընտրական հանձնաժողովի որոշում, որտեղ արձանագրված է երեք ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ պարոն Արամ Վարդևերյանը եւս դա մեջ բերեց, որտեղ արձանագրված է, որ այս ընտրական հանձնաժողովի անդամներին պետք է զրկել որակավորումից։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, եթե գտնում է, որ ուներ լիազորություն ընտրական տեղամասի արդյունքները անվավեր ճանաչելու սեփական նախաձեռնությամբ, ապա ակնհայտ է դառնում, որ որպես վարչարություն իրականացնող օրենքի միատեսակ մոտեցման ապահովման նպատակով պարտավոր էր առնվազն քննության առարկա դարձնել, թե այդ ինչ է տեղի ունեցել ընտրական տեղամասում, որ ընտրատարածքային հանձնաժողովը նման կոշտ դիրքորոշում է հայտնել։ Բարձր դատարան թույլ տվեք, ես այսքանով ավարտեմ, պարոն Արամ Օրբելյանը արդեն կշարունակի բացատրության ներկայացումը։ Շնորհակալություն։